Փաշինյանի գործունեության մասին ինչ կարծիք ունեք։ Սարսափելի վատ։ Ինչու՞։ Սարսափելի վատ։ Ամեն հարցով 100% ինչքան կա։ Փաշինյանը ինչա արա մեր համար, ոչ մի բան էլ լավ արել չի։ Մի նկարի։ Դավաճան մարդին երբեք չպիտի էլ դնի։ Բա, նա իրավունք չունի ստեղ, ղեկավարը։ 1600 ավել տարի։ Վասակ Սուրեցու անունը մեր ժողովուրդը անեցկով է հիշում։ Ես Նիկոլ Փաշաև օղլու անունը 5000 տարի անեցկով կհիշու, էլ բան չունեմ ասելու։ Եզրահանգման եկել։ Այս հողերը տվես թուրքերի նորից եզրահանգման չկավ։ Ինչքան հող է տվել թուրքին։ Դուք գրագետ աղջիկ եք, Արցախը Հայաստանի կազմում չէ, Հայաստան չէ Արցախը, Ադրբեջան երբ է։ Բայց ինչի կանեց ասամեսի Ադրբեջանին բա։ Ինչի մեր մեջքը թուլացրեց, ինչի վար։ Փաշինյանի գործնեության մասին ես ինչ ասեմ, ամբողջ աշխարհը տենում է Փաշինյանը իր գործնեությունը ցավալը։ Ինչ գործեր անում։ Ի վնաս հայերին, ի օգուտ ուրիշներին։ Եվ անվտանգային խնդիրները, եւ ասենք ժողովրդին հնարավորություն տալու մոմենտները մարդիկ այսօր ասրանք թոշակառուները թոշակով չեն կարող ապրեն։ Մեկ երկրորդը գյուղացին ասենք հողամշակում, անասունապահում մսի գինը ինքնարժեքը ցածր, կաթի ինքնարժեքը ցածր։ Երադ ասում են կաթի փոշին բերեն օգտագործեն, կանց թե կողացուց կաթ տանեն նորմալ գներով, բայց վերավաճառողը վաճառումը կրկնակ երակյավել գներով։ Դրա համար հսկողություն, վերահսկողություն պետք է լինի, թե չէ։ Չկա։ Դե եթե չկա, ես մի ոլորտը նշեցի, եթե չկա վերահսկողություն, մյուս ոլորտներում նույնպես չկա։ Եթե հսկողություն չկա, ուրեմն ոչ մի բան չկա։ Դենը չի գոհացնը, որ լավ ենք ապրում իրան ժամանակով օրինակի մար։ Օրինակ ինչը ձեզ դուք չի։ Օրինակ թոշակառու մարդենք, որ չի երկում էզի մեր ստացած թոշակը, որ ինչ կարողանանք ապրենք թոշակով։ Թոշակով ամեն ինչ չեն կարող առնենք, տան վարձամարտը տալու ենք, գոյություն ենք պահում մեկ էլ։ Բայց 10,000 դրամով ասել են, որ կավելացնեն։ Այդ 10,000 էլ նշի, որ կպրգա։ Չի պրգելի 10,000-ը մեկը։ Վաբրանքը բարձրացի 10,000-ը զստենեց չկա արդեն։ Եկուց ավելի կբարձրանա։ Այդ 10,000-ի ձեդը նորից կբարձրանա։ Հենա այմդի խամդը դու, ասենք սիգարետը, հեչան անգծի, ալու հեչանը 7,000 դրամ։ 2005 թվականին իմ թոշակը 14600 դրամ էր։ Այդ 14600 դրամով ես ավելի լավ եմ ապրում, քաստե հիմի որ 72000 պլյուս 10000 էլ այդ վճարն եմ ստանում։ Այսինքն 82000, այդ 82000-ը չի բավականացնում։ Չի բավականացնում։ Այդ դրանց բանը որն է, ասում ենք բան ունենք, այդ ինչ են ասում են, տնտեսական աճ ունենք, ինչ կա 7% եւ այլ, ինչի հաշվին։ Երբ որ մենք արտահանումը պակասել է, ներմուծումը պակասել է, ինչի հաշվին է այդ քո շահույթը 7%-ը։ Այդ նրա հաշվին է, որ ասենք թանկացրել է, ինքը փողերը հավաքում, բաժանում է իր այդ նախարարներին, իր կողմնակիցներին, հետո ասում է, գիտեք ինչ չեք ուզում, խաղաղությունը մարել, թոշակ է բարձրացրել, թոշակը մինչև այս ընտրությունները չէր բարձրացնում, կանել էր ասում 10,000 ենթադրենք մեկ աշխատողի թոշակառուն է 10,000 ինչ անելու։ Բայց մի ոնց է լավ, որ մեր թոշակառուներն են պետք է փող բարձրացնել, վիճակները լավացնել, այդ ոնց է լավ, որ տենց է լավ։ Մի բան էլ ասում էլի, ասենք ենթադրենք դուք էլի, ես դուք եք ցանկացած մարդ, ասենք ամեն ինչ էլ, ասենք սնունդ է էլի օգտագործվում, չգիտեմ, մարդ եք, օգտագործում եք։ Հիմի դու կուկուռուզ կրծում ես, ու արեք բան ես անում, ցույց ես տալի ամբողջ աշխարհին, թե Հայաստանի վարչապետը կուկուռուզ է կրծում։ Պյուրաշկել կուտի, կուկուռուզել կուտի, ադիբուդիել կուտի, ինչ էլ որ ուտի, հակերով է քեզ որ ասում։ Բայց դու որ հելեր ես մասսականացնում ես, չեն ասում ես վարչապետը, ես պետության ղեկավարը, կուկուռուզ կրծելով մանակալը պետության ղեկավարը ալնում։ Դրանից ինչ գնացել է Վրաստան, բանա խփե, հարվածային գործի կախփե, բարձրացնում է թե ես գնացել եմ վրացի ժողովրդի վար նվագել եմ, այդ ինչ է։
Էդի վարչապետի, էդի պետության ղեկավարի շնորհքը Փաշինյանի կառավարությունից ես ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Ни туда, ни сюда. Ни рыба, ни мясо. Երևանի փողոցները բոլորն ավիդվել են։ Ասում են ասֆալտ են կանում։ Այդ առանց զուտ ասֆալտ են արել, ժողովուրդը բողոքում են։ Գերեզմանի փոսերի չափ փոսեր կան Երևանում։ Թու այդ բասին մտածեն։ Իսկ ձեր կյանքի որակը ինչպես է փոխվում։ Իմ կյանքը ոնց որ կարան ինձ ընթանում է։ Ոչ մեկն էլ լավ չի կառավարում իմ ջայլոց։ Մենք ես իմա տենց։ Մեր երգիրը քանի գնում է վատանում է։ Ինչն ենք լավ ապրում։ Այ ցավը տանեմ դելա։ Հա, այդ 10000-ն է որ կփրկվեն այս թոշակառուները, թույլ ստանան, հետո այդ թանկացումները միշտ էլ է տենց այլ է։ Դա նորություն չի։ Փաշինյանի աշխատանքի մասին ինչ կարծիք ունեք, լավ է աշխատում, ինչպեսի ղեկավար։ Քու համար լավ է։ Ձեր կարծիքն է։ Հեսա։ Նա ելսի մեկ Բոյնա, ինչ են անում, ինչով են անում այս ժողովուրդը։ Ոչ մի բան չեն անում։ Աշխատանք չկա մարդկանց։ Թոշակներն ասազար։ 10000 ասել են որ պետք է ավելի։ Այդ ինձնությունն է։ Այդ ինձնության համար է երգավորացին։ Ապրանքները իրաց ցանկության, ով ինչքան ուզում է բարձրացնում է։ Գնա կանաչ մի դասա կանաչ չար։ Մի 10000 դրամով գնա մի օրվա կանաչ չար։ Կառնեք, չէ կառնի։ Իսկ անվտանգային հարցերի մասին ինչ կարծիք ունեք։ Անվտանգություն ինչ է, լավ է ժողովուրդը իրար չեն ուտում։ Գիտա, հա։ Գրակոծներ են Երևանում, հողերում, Էդի սպանություն։ անդերությունից է, ամեն մարդ իր պատասխանատվություն չի զգում։ Ղեկավար մարդը ինքը իրան պատասխանատվություն չի զգում։ Ամեն ինչը ծածկում են իրար մեջ, վերջացնում են այդ մա։ 83 տարեկան տղա եմ, մարդ եմ։ Ով ասես բան տեսե։ Սենց ինչ։ Ես ոնց ասեմ, էլ ես քաոս վիճակ է։ Փաշինյանի գործունեության մասին ինչ կարծիք ունեք։ Վատ ղեկավարը։ Ինչ է փոխվել ձեր կյանքում իր կառավարման ժամանակահատվածում։ Իմ կյանքում ոչ մի բան չփոխել։ Մենակ հայրենիքն եք թողել եկել հասել էստեղ, ուրիշ ոչ մի բան։ 50 տարի Ղարաբաղում ես տուն տեղ եմ դերել։ Ամեն ինչ թողել, գերեզմանը թողել, ամեն ինչ թողել եկել։ Բայց դա ինչ անում ես։ Ում վստահեց։ Ծանր չի, ոչ չի։ Ում վստահեց, որ ասում երեխաս էստեղ ապագա ունենա, քո երեխան է, մյուս երեխան։ Որտեղ էստեղ հայրենասեր չկան, էստեղ փողասերները մեկը դավաճաններ։ Աշխատատեղ չկա Հայաստանում։ Աշխատավարձը շատ քիչ, թոշակը քիչ։ Այսինքն կոմունալները թանկ, այդ մարդը ոնց ապրի։ Այս երկրը ոնց ապրի այդ մարդը։ Մարդ չի ուզում, այստեղ տուն վերցնի, չվերցնի, երկրորդ անգամ նորից տեղահանում ենք։ Մեր ազգի վիճակը շատ լուրջ է։ Մեր ժողովուրդը չեն հասկանում։ Ասում են, հա, դեսօր հաց կա, այսօր ուտնենք, վաղը մեր երեխաները, մեր թոռները ինչ ապագայում ունենալու։ Մարդ տեսպենը համար մտածի, տեսպետը ասի, բայց աթորը համար, այդ աթորը համար որ կռվում ես, հող չի պիտի լինի, որ աթորը դնես վրա նստես։ Ղարաբաղից եկել է մոտ 15-20 հազար, պատրաստի զինվոր։ Պատրաստի զինվոր է եկել, հիմա ասում են գնամ ծառայության, պիտի ազնագիրիդ փոխես։ Ազնագիրիդ պիտի փոխես, որ գնաս ծառայության։ Իմ ազնագիրը Հայաստանի Հանրապետության ազնագիր է։ Խիչ պիտի իմ տղան այստեղ ծառայի, կամ ես աստված մի է, թե կռլույնի գնամ կռվի մասնակցել։ Խենտ ես բաներ անում։ Նույն ազնագիր, ես Հայաստանի Հանրապետության դրոշի տակ երթում եմ տուվել։ 25 տարի ծառայել եմ։ Հետախուզության ծառայել եմ 25 տարի։ Հայաստանի Հանրապետության դրոշի տակ, զինհաշման թվում։ Իմ փոշակս վճարել է Հայաստան։ Հիմա ասում է ազնագիրը պիտի փոխեք։ Ինչի փոխեմ ազնագիրս։ Նույն հայու չէ։ Ես թուրք չեմ հո։ Դες սխանեկա։ Հիմա պիտի քաղաքացիություն ունես, որ գնաս ծառայության։ Ացա ուտանում։ Չեմ ուտնում, բայց գնում եմ ծառայության։ Իմ հայրենիքն է։ Ես էլ եմ հայրենիք։ Amma չէ, պիտի ազնագիրիդ փոխես։ Ինչի։ Հա 70 կոդը հայկական պասպորտ է։ Ասիկ Սյունիքինի 90 կոդն է։ Ինչի պիտի ես փոխեմ։